Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է, հյուրընկալել եմ ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանին։ Ողջույն ձեզ, պարոն Թորոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երևանում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով, ապա եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով։ Ես համակ ուշադրությամբ հետևել եմ բոլոր ելույթներին առանց բացառության։ Եվ ճիշտ ասած, այդտեղ գտել եմ գրեթե ամեն ինչ, Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքներ, հակաամերիկյան տեքստեր, օրինակ Մակրոնի շուրթերից, Հայաստանի հետ կապված որևէ բան չեմ գտել, ճիշտ ասած, պարոն Թորոսյան։ Նույնիսկ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում որևէ գործնական, իրական քաղաքականությանը միտված արդյունք մեզ համար չեմ գտել։ Դուք գտել եք։ Կարծում եմ գնահատականը լիարժեք եւ ճշգրիտ է։ Մի բան կա հռչակագրում, որը ընդունվեց Եվրամիություն Հայաստան այդ նիստի արդյունքում, իսկապես մի բան կա, որը միանգամից ցույց է տալիս, թե ինչ է այդ ամենը եւ ինչեր լինելու։ Այնտեղ կա ուրեմն հռչակագրի 4-րդ կետը կամ հայտարարության 4-րդ կետը, որը ասում է հետեւյալը. մենք ընդունում ենք Հայաստանի հանձնառությունը կառուցելու խոր եւ կայուն ժողովրդավարություն, ինչպես նշված է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում եւ Հայաստան եւ գործընկերության ռազմավարական օրակարգում, փաստաթուղթն է այստեղ կարևոր, որը շեշտվում է։ Հղում է արվում ՍԵՊԱ-ի փաստաթղթին։ Այո, եւ այս փաստաթղթերը մեր համագործակցությունն առաջիկա տարիներին ուղղորդող հավակնոտ քաղաքական շրջանակ են սահմանում։ Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ընդունվել է 9 տարի առաջ, 2017 թվականին, եթե որևէ արդյունք լիներ, վստահ եմ կարձանագրեին։ Ասվում է, որ փաստաթուղթը, որով պիտի աշխատեն, դա է, բայց առանց որևէ արդյունք մատնանշելու, ընդ որում նշում են, որ այդ փաստաթուղթը հավակնոտ է, այսինքն այսօր էլ այնտեղ նշված նպատակները իրենց համար այդքան էլ վստահելի չէ, որ լիարժեք կկատարվեն։ Այն ինչ պիտի արվեին ըստ այդ փաստ, այսինքն 9 տարի հետո ունենք զրոյական արդյունք։ Այն ինչ կար այդ կարճ ժամանակահատվածում մի քանի քայլեր կային, փաստորեն դրանք էլ այլևս ոչ մի բանի պիտանի չեն, հետևաբար նշանակում է, որ Եվրամիության հետ Հայաստանը բացի այդ ընկերական հանդիպումներից, այսպես կարելի է միգուցե ասել, ուրիշ որևէ հարաբերություն չունի։ Այն օրենքը, որ ընդունվեց Եվրամիության անդամակցության վերաբերյալ, բացարձակապես այս թղթի նման թուղթ է, սա իսկապես թուղթ է, որովհետև ճիշտ է օրենք էր անունը, բայց իրականում ոչինչ չկա այնտեղ, բացի ուղղակի ցանկությունից, լավագույն դեպքում կարելի է ցանկություն համարել, որովհետև Եվրամիության անդամակցությունը բոլորովին այլ գործընթաց է ենթադրում։ Ընդ որում շատ հետաքրքիր է, որ այս փաստաթղթում անգամ խոսվում է Ուկրաինայի հակամարտության մասին եւ գնահատական է տրվում Ռուսաստանի ագրեսիան եւ այլն, գոնե մի քիչ պատկերացում ունենալու դեպքում քաղաքական գործընթացների վերաբերյալ հայկական կողմը բացարձակապես կապ չունեցող Հայաստանի հետ այդ կետը գոնե պիտի հաներ, բայց քանի որ իրենք ոչ պատկերացում ունեն գործընթացների մասին, ոչ սկզբունքներ ունեն, ոչ կանոններ գիտեն, ոչ գիտելիք ունեն, իրենց համար միևնույնն է, կարևորը թղթեր ընդունվեն եւ դրանք ներկայացվեն որպես պատմական ձեռքբերումներ։ 3 դրվագի մասին թույլ տվեք խոսել, հիշեցնել եւ հաջորդաբար քննարկենք, պարոն Թորոսյան, որոնք վկայում են մեր ինքնիշխանության պատմական նվազագույն մակարդակի մասին։ Առաջին այն էր, որ Ալիևը փաստորեն մասնակցեց այս համաժողովին, ճիշտ է տեսակապով, բայց առաջին անգամ պատմության մեջ Ադրբեջանի նախագահը հեռակապով Երևանում ելույթ ունեցավ, ուղղակիորեն վերարտադրեց բոլոր թշնամական պատումները, բնականաբար, մեղադրեց Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին անջատողական եւ ահաբեկիչ լինելու համար, Արցախի հարցը վերջնականապես փակված համարեց, որ Ադրբեջանը վերականգնել է տարածքային ամբողջականությունը
Ինչին ի պատասխան, օրինակ, Եվրախորհրդարանի նախագահ Մեծոլան կշտամբեց Ալիևին, ասելով, որ իրենց դիրքորոշման մեջ որևէ բան չի փոխվելու եւ իրենք շարունակելու են հակաադրբեջանական բանաձևեր ընդունել։ Իսկ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին, հույս հայտնելով, որ 28 թվականին ինքը կայցելի Բաքու հաջորդ գագաթաժողովին։ Սա մեկ։ Երկրորդը, երբ Զելենսկին Երևանում սպառնաց հարամել մայիսի 9-ի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում իրենց անօթաչու թռչող սարքերով։ Զելենսկին եւ Մոսկվան մեր գործը չեն, բայց դա արվեց Երևանում եւ տպավորությունն այն է, որ միտումնավոր այդ հայտարարությունը Երևանում արվեց։ Եվ երրորդ, երբ Մակրոնը խոսում է այն մասին, թե իբր 8 տարի առաջ այստեղ որևէ եվրոպացի առաջնորդ չէր գա, աղավաղելով իր իսկ երկրի պատմությունը, միջամտելով մեր երկրի ներքին գործերին, ասելով, որ մենք պիտի ազատվենք 4000 ռուս զինվորներից եւ 1000 ռուս սահմանապահներից, սա մեր ինքնիշխանության պատմական նվազագույնի մասին է թերևս խոսում։ Ճիշտն ասած, անգամ այստեղ հատուկ անդրադառնալու բան չկա, բացի մի բանից քիչ հետո կասեմ, բայց խնդիրը ուրիշ է։ Մենք պիտի ընդունենք, որ միջազգային հարաբերություններում ամեն մեկը իր շահերն է առաջ մղում, իր պատկերացումներով, կարևոր չի որ մենք համաձայն լինենք կամ ոչ։ Եվ այս տեսակետից եւ Զելենսկու ասածը եւ Ալիևի ասածը ընկալելի է։ Ընկալելի չէ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը այս ամենին։ Իրենց համար ոչ պետություն կա, ընդ որում հաճախ պետությունը հայրենիքներ են խառնում, ոչ մեկը պատկերացնելով, ոչ մյուսը, ոչ տարբերությունները։ Եվ այդ պարագայում ընդհանրապես մի բան պիտի արձանագրենք, որ Հայաստանի իշխանությունները չեն համապատասխանում պետության բարձրագույն մարմիններում քաղաքական ներկայություն ունեցող քաղաքական ուժին ներկայացվող նվազագույն պահանջներին։ Սա ակնհայտ է, ինչ վերաբերում է Մակրոնին։ Մակրոնին որևէ մեկը աշխարհում լուրջ չի ընդունում, ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ էլ եվրոպական շատ երկրներ։ Մակրոնը դարձել է Հայաստանի իշխանությունների աստվածը։ Ուզում եմ հիշեցնել, բայց մեր հեռուստադիտողներին, որ Մակրոնը այն մարդն էր, որ ընդամենը մի քանի տարի առաջ հիմք դրեց Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելու ճակերտավոր գործընթացին, երբ Բրյուսելում Պրահայում 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մեր երկրի կառավարության ղեկավարի ձեռքը տվեցին այդ տխրահարճակ Ալմատիայի հռչակագիրը եւ ասացին, որ ահա սա արձանագրում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Այն դեպքում, երբ որ ընդամենը կես էջանոց մի շատ ցածր մակարդակ ունեցող որպես միջազգային իրավունքի փաստաթուղթ է, ընդամենը ԱՊՀ-ի ձևավորման մասին հայտարարություն, ուրիշ ոչինչ։ Ընդ որում զարմանալի է, որ եթե ուշադիր կարդա որևէ մեկը կտեսնի, որ այդ հռչակագիրը, այսպես կոչված, ինքնորոշման իրավունքը մատնանշում է որպես հարգանքի արժանի կարևոր սկզբունքներից մեկը միջազգային իրավունքում։ Այսինքն ստացվում է ինչ, որ մարդիկ ում անգրագետի տեղ են դնում, ձեռքը մի պատահական թուղթ են մտցնում, նույն հաջողությամբ կարելի է օրվա որևէ օրաթերթի համար տալ ձեռքը, ասել, այստեղ սրա հիման վրա Արցախը Ադրբեջանի մաս է։ Եվ դրանից հետո նա դառնում է Հայաստանի համար շատ կարևոր դեմք, որին եւս մեկ անգամ ասեմ, ոչ մեկը լուրջ չի ընդունում։ Իր երկրում 11% է իր վարկանիշը։ Իհարկե, դե կարող ենք բազմաթիվ փաստեր ներկայացնել, թե ինչ վիճակում է այսօր Ֆրանսիան, Փարիզը իր կառավարման ներքո։ Բայց այդ մարդը ծաղրածու է, այնպես ինչպես տխրահարճակ մյուս մասնակիցը այդ ճակերտավոր գործընթացի Շարլ Միշելը, որ արդեն պաշտոնի էլ չէ։ Այո, ծաղրածուներ են պարզապես, քաղաքական ծաղրածուներ։ Դրանց լուրջ վերաբերվել կարող են միայն ծաղրածուները։
որպես իրենց գոլեգա, այսպես ասած։ Այնպես որ իսկապես ավելի լուրջ անդրադարձի կարիք էլ չկա։ Հայաստանյան հասարակության էյֆորիկ տրամադրվածությունը Մակրոնի անձին իհարկե ամոթալի էր։ Հիմնականում կանայք աղջիկներ, որ գնում նրա հետ լուսանկարվում էին, հավանաբար նրան որպես հոլիվուդյան աստղի պես ընդունելով։ Ես, եթե հնարավորություն ունենայի եւ իմ շատ գործընկերներ ցավոք չունեին այդ հնարավորությունը, բայց հաստատ կհարցնենք, թե ինչ եղավ օրինակ Մինսկի խումբը, պարոն Մակրոն, ինչ եղան Ֆրանսիայի ազգային ժողովի եւ Սենատի մի քանի բանաձևերի նախագծերը Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, ինչ եղան Մուրադ Փափազյանի հետ երբեմնի զրույցները Արցախի ինքնորոշման կարեւորության մասին։ Շատ հարցերում Ֆրանսիան այս վարչախմբից էլ ավելի բաց եւ բարձրաձայն 21-22 թվականներին կուրծք էր ծեծում Արցախի ինքնորոշման իրավունքի կարեւորության մասին։ Եվ այսօր, այո, արդեն պաշտոնանկ եղած Շարլ Միշելի հետ, իսկ իրեն էլ ընդամենը 1 տարի բան է մնացել եւ ինքը չի կարող վերարտադրվել, այսինքն ավարտվող ժամկետով նախագահ է, ոչ մեկ նրա հետ ոչ բանակցում է, ոչ հույս է կապում, սա եկել է եւ այստեղ խոսում է Հայաստանի ներքին գործերից։ Ու էլի, պարոն Թորոսյան, մեր հասարակության մի մաս ցավոք սրտի, միգուցե քաղաքական էլիտաների վատ աշխատանքի արդյունքում, որ չեն հաջողել բացատրել, ինչ որ հրճվանքի մեջ է, որ հեսա մենք եվրոպական օրակարգի, եվրոպական համայնքի, եվրոպական միության մաս ենք դառնալու։ Նախ մի քանի շերտ կա այդտեղ, այդ մարդկանց մասին, ովքեր նկարվում էին, ոգևորված էին, թերևս միգուցե անկեղծորեն որոշ մարդիկ հեռու լինելով քաղաքական գործընթացներից, որպես Ֆրանսիայի նկատմամբ ավանդական վերաբերմունքի դրսևորում են դա արել, ենթադրում եմ, չնայած գրեթե համոզված եմ, որ բոլորն էլ կազմակերպված մի շոուի էին մասնակցում, եթե այդ մարդկանց փորձ արվի գտնել, կարելի է տեսնել, թե իրենք ովքեր են, ինչ կապ ունեն այսօրվա իշխանությունների հետ, որովհետև նորմալ մարդը չեմ կարծում, որ որևէ ցանկություն պիտի ունենար Մակրոնի հետ լուսանկարվելու, անգամ եթե մի կողմ թողնենք քաղաքական խնդիրները, բայց մի բան կա, որը շատ կարևոր է, մենք երբեք չպետք է դժգոհենք ոչ մեկից, Մակրոնից, չգիտեմ, Թրամփից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, էլ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին էլ չեմ ասում։ Այդ մարդիկ իրենց պատկերացումներով իրենց խնդիրներն են լուծում, տարբեր ձևերով, նաև մեզ համար անընդունելի ձևերով։ Մենք ենք, որ մեր շահերը պիտի պաշտպանենք, ներկայացնենք եւ թույլ չտանք, որ ամեն մեկը ով հասնի, օգտագործի ու գնա առաջ։ Սա է իրականությունը։ Եթե դու քո շահերին, քո երկրի հետաքրքրություններին տես չես կանգնում, ճիշտ հակառակը, եթե դու ես սկսում հակա հայաստանյան, հակա արցախյան հայտարարություններ անել, բնական է, որ ամեն մեկն էլ լավ առիթ է էլի կփորձի օգտագործել։ Այնպես որ սա սովորական պատմություն է ամեն մեկի հետ, երբ երկրի իշխանությունները չեն համապատասխանում այդ պետության շահերի պաշտպանողի կերպարին եւ գործընթացներին։ Այնպես որ կարծում եմ կարող ենք թողնել մի կողմ ինչ վերաբերում է միակ հետաքրքիր բանն է այդ ամենի մեջ այն է որ նա փորձում էր իբր թե ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մասնավորապես այս նախընտրական շրջանի գործընթացների վրա։ Բացեիված աջակցություն է հայտնում իշխող վարչախմբը։ Բայց շատ հետաքրքիր է թե այդ ով է իր հայտարարության հիման վրա գնալու եւ քվեարկելու։ Հայաստանյան հասարակությունը կարծում եմ տարբեր պատճառներով կարող ենք եւ դրական պատճառներ նշել եւ ոչ դրական նման բաներին վստահեմ էապես չի ազդելու։ Եթե 0.1%-ի չափով կարող է ազդել, դա ոչ մի էական նշանակություն չի ունենալու։ Ցավոք մեր իրականության մեջ այնտեղ խնդիրներ ունենք, որտեղ պետք է լուրջ աշխատանք, որովհետև ես ավելի քան համոզված եմ, որ եթե գոնե այս մնացած 1 ամսվա ընթացքում լիարժեք աշխատեն իրականում ընդդիմադիր կուսակցությունները կամ քաղաքական ուժերը,
որովհետև այդ 19 գրանցվածների մեջ շատ են նաև այնպիսիք, որոնք իրականում կուսակցություն էլ չեն։ Դրանք ստեղծում են որպես կանոն իշխանությունները ձայները փոշիացնելու համար։ Միակ հնարավորությունը, որ կարող է ունենալ այսօրվա իշխանությունը, այն է, որ ընդդիմությունը վատ աշխատի։ Ուրիշ որևէ բան չպետք է լինի եւ ավելին ասեմ, ճիշտն ասած իմ համար այդքան էլ ընդունելի չի այն մոտեցումը, որ պարբերաբար տարբեր քաղաքական գործիչների ելույթներում հնչում է մի տեսակետ, այ եթե իրենք վերարտադրվեն, եթե իրենք նորից ընտրվեն, մեր վերջը եկել է։ Դա ասելու փոխարեն գնացեք մարդկանց հետ աշխատեք եւ բացատրեք, թե ինչու պիտի հայ ընտրողը, Հայաստանի քաղաքացին, ինչու պիտի ընտրի այն քաղաքական ուժին, որը իշխանական այդ խմբավորումների մեջ չէ։ Սա է գլխավոր խնդիրը։ Նախ անգամ այսօր մեր հասարակությունը կարծում եմ ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտի այսօրվա իշխանությունների բերած աղետի իրական պատկերը։ Հետևաբար շատ համոզել, որ այս իշխանությունները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնց պիտի համապատասխաներ երկրի իշխանությունը, երկրի շահերի համար աշխատող, երկրի ժողովրդի նպատակներին իրականացնող իրականացման ուղղությամբ, այստեղ շատ բան բացատրելու չկա մեր ժողովրդին կարծում եմ, որովհետև ճնշող մեծամասնությունը նորից ասեմ շատ լավ գիտի այդ հարցի պատասխանը, այլ բան պիտի ներկայացնել, ինչու պիտի ուրիշ քաղաքական ուժի ձայն տան, որովհետև հիշեցնեմ, որ նախորդ ընտրությունների ժամանակ 2021 թվականի այս քաղաքական ուժը, որը իշխանության է արդեն 5 տարի, այդ քաղաքական ուժը հավաքել էր ընտրողների, ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26%-ը։ Սա իրականություն է, այսինքն ճնշող մասը հասարակության չէր գնացել ընտրության, որովհետև էլի չգրված կանոն է, որ իշխանությունը միշտ հավաքում է առավելագույնն է, ինչքան ինքը կարող է։ Դժվար թե այնտեղ քիչ թե շատ էական թվով մարդիկ լինեն, որոնք պիտի քվեարկեին իշխանության համար, բայց չեն կարողացել իրենց բերել։ Հատուկ են մարդիկ կարող են լինել։ Ուրեմն այն մարդկանց, ովքեր չեն գնացել ընտրության, այդ մարդկանց համար ընդունելի չէր իշխանությունը։ Եվ այդ մարդիկ պետք է իմանային, անգամ մարդիկ են եղել, որոնք մոտեցել են եւ հարցրել են, թե լավ, հիմա ինչ անենք, նայում եմ, չեմ կարողանում այս մարդկանց, այս քաղաքական ուժերի մեջ նախորդ ընտրությունների մասին է խոսքը, ընտրություն անեմ, որին քվեարկեմ, այստեղ խնդիր կա, այստեղ աշխատելու հարց կա, եւ այդ ժամանակ պետք է ցույց տալ նպատակ, պետք է ցույց տալ ճանապարհ եւ թե մարդիկ ի վերջո ինչ են ստանալու, իրենց կյանքը ինչպես է փոխվելու, մեր երկրի կյանքը ինչպես է փոխվելու, երկիրը ինչպես է դառնալու ավելի անվտանգ, ինչ է լինելու Արցախի խնդրի հետ կապված։ Այս բոլորը իսկապես լրջորեն հասարակության ներկայացնելու կարիք կա։ Դուք 2021-ի տխուր փորձը հիշեցրիք, թույլ տվեք վերադրել մի քանի կարևոր թվեր 2021-ից։ 25 քաղաքական ուժեր առաջադրվել, որից խորհրդարան անցավ ընդամենը 2-ը, երրորդը անցավ իրավունքի ուժով։ Ներողություն, այստեղ մի դիտարկում փոքրիկ անենք ու գնանք առաջ։ Վերջին տարիներին մինչ այդ ընտրությունը եղած ընտրություններում Հայաստանում մասնակցել էր 9-ից 11 քաղաքական ուժ։ Եվ 5-ից 6-ը միշտ անցել է խորհրդարան։ Այո, եւ 9-ից 11-ն է բնութագրական, եւ 5-ից 6-ն է բնութագրական։ Այսինքն քիչ թե շատ նորմալ ընթացքի դեպքում դա պիտի լիներ պատկերը, այլ բան է, որ շատ խնդիրներ կար, որոնք լուծման կարոտ էին եւ այլն, բայց սա արձանագրենք արդեն իսկ 19, 20, 25 այս թվերը ցույց են տալիս անառողջ գործընթացների համակարգի մասին է վկայում, իհարկե։ Քաղաքական համակարգը ցավոք սրտի փլուզվել է, կուսակցական համակարգը։
իսկ քաղաքական համակարգի հիմքը հենց կուսակցական համակարգն Եվ կուսակցական համակարգի փլուզման մասին է վկայում այն, որ այս դեպքում 19-5 տարի առաջ 25 քաղաքական ուժ է առաջադրվել, որոնց բացարձակ մեծամասնությունը ընտրություններից առաջ ստեղծված մարդ կուսակցություններ կամ ակումբներ են, 3 ուժ նույնիսկ 1000-ի չափ ձայն չէր հավաքել պարոն Տորոսյան, ամբողջ Հայաստանում, սա խայտառակություն է, բայց այդ մարդիկ գնացել եւ առաջադրվել են։ Դրանցից մեկի ղեկավարին էլ նա պարբերաբար ընդունում էր արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ձևաչափի մակարդակով։ Հիմա կարծես նույնն է փորձում անել, իհարկե փոքրինչ այլ սցենարով, բայց օրինակ իմ հույսը կամ հաշվարկը կամ հորդորը այն է, որ այդ 19-ի գոնե մի մասը բավականաչափ խելամտություն կցուցաբերի, մինչև մայիսի 28-ը ժամանակ ունեն, ինքնաբացարկ կհայտնեն իրենց ձայները բաշխելով, իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմության առաջատարներին։ Հակառակ դեպքում իրենք կկրկնեն 21 թվականին 250,000 փոշիացած ձայնի ճակատագիրը եւ ձեր վկայած 26%-ը Փաշինյանը կարողացավ սահմանադրական մեծամասնության վերածել հենց այդ 250,000 փոշիացած ձայնի արդյունքում, որովհետեւ քիչ էին մասնակիցները։ Ուրեմն առաջին խնդիրը պիտի լինի իսկապես այն մարդկանց, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել, այդ մարդկանց կողմնորոշել դեպի ճիշտ ընտրություն։ Բայց դրա համար ընդդիմադիրները պիտի շատ լավ աշխատեն եւ մարդկանց իսկապես ժամանակները փոխվել են։ Մարդուն այսօր պետք է կարողանաս համոզել, այսինքն փաստարկել, թե ինչ է տալու իրեն, իր ընտանիքին, իր երկրին, իր համար կարևոր Արցախին, ինչ է տալու այդ որևէ քաղաքական ուժի իշխանության գալը։ Սա շատ կարևոր է։ Այն մյուսներից ես չեմ կարծում, որ իսկապես իրենք միամիտ մարդիկ են, պատահաբար հայտնվել են այդտեղ։ Ուրիշ խնդիր կա, այդ հայտնի երևույթ է ընդհանրապես կուսակցական այդ կյանքում, որ որպես կանոն իշխանությունները ստեղծում են նման չկայացած կուսակցական համակարգ ունեցող երկրներում ստեղծում են նման իբր թե կուսակցություններ ձևականորեն ուղղակի արդարադատության նախարարությունից թուղթ ստացած խմբեր, որոնք նպատակ ունեն ընդհանրապես ձայները փոշիացնելու, որ իջնի ընդհանուր այդ տարբեր ընդդիմադիրներին տրվող ձայների թվի բաղադրաչափը ամբողջ ձայների մեջ համամասնությունը իջնի։ Այո, հա։ Եվ ի վերջո այդ ամեն ինչը հետո կվերադառնա իշխանությանը վերաբաշխման ժամանակ։ Բայց ուրեմն այստեղ խնդիրը անգամ հատուկ անուն ունեն, կոչվում է սփռող կամ սփոյլեր կուսակցություններ։ Այդ է, այսինքն դա հայտնի երևույթ է եւ այնտեղ որտեղ առողջ կուսակցական համակարգ կա, դրանք կամ չեն կիրառվում, կամ շատ չնչին ձայների վրա են ազդում, բայց մեր իրականության մեջ այդ ազդեցությունը բավական մեծ է լինում։ Շաբաթներ առաջ ես եւ իմ գործընկեր Էդգար Ղազարյանը մոտ ժամ ու կես սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ շատ ծավալուն զրույց ունեցանք, որտեղ նա բացատրում էր, թե ինչ սկզբունքով է ձևավորվելու նոր կառավարությունը, հատկապես 52% պլյուս 1 մանդատ ստացածն է առաջին փուլում հաղթելու։ Շատերը միամիտ պատկերացում ունեն, որ խորհրդարանի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստում բաց անվանական քվեարկություն է լինելու վարչապետի, այդպիսի բան չի լինելու, խորհրդարան անցած ուժերի առաջնորդները պիտի փորձեն կոալիցիա կազմել, եթե մեծամասնություն չի ձևավորվել կամ մեկը չի ստացել բացարձակ մեծամասնություն։ Բայց այդ զրույցի արդյունքով մի քանի հիմնական արձանագրում արենք եւ կուզեմ, որ դուք էլ դրանք վերահաստատեք, պարոն Թորոսյան։ Առաջին այն է, որ ամենակարևորը մարդկանց հորդորելն է գնալ ընտրատեղամաս։ Մենք հիմա տեսնում ենք, որ տարբեր սոցհարցումներով մեր հասարակության մինչև 40%-ը պատրաստ չէ գնալ քվեարկության։ Ընդ որում այդ 40%-ն էլ է շատ հակասական։ Այդ 40-ի ուղիղ կեսը, 20%-ը հրաժարվում է պատասխանելուց, թե ում օգտին կքվեարկի։ Եվ դա կարող է, այսպես ասած, Kinder Surprise լինել, կարող է անակնկալ լինել։ Ես ենթադրում եմ, որ դրանք ոչ իշխանամետ ձայներ են, որովհետև որպես կանոն իշխանամետները շատ ագրեսիվ են։ Անկամ փողոցային լրագրողական հարցումների ժամանակ բոլոր նրանք, որոնք ասում են, որ Փաշինյանին են աջակցելու, սատարելու, քվեարկելու, իրենք շատ մարտնչող տոնայնությամբ են դա փորձում ասել իլուր աշխարհի։ Նրանք ովքեր հրաժարվում են այդ հարցին պատասխանելուց, ես ենթադրում եմ, որ պիտի որ ընդդիմության օգտին քվեարկեն, բայց այնտեղ էլի մի քանի 100,000 մարդ մնում է, որոնք կամ բոյկոտում են ընտրությունները որպես ինստիտուտ, կամ ընդհանուր առմամբ դժգոհություն ունեն քաղաքական համակարգից առհասարակ,
շատ հասկանալի դժգոհություններ ունեն մեր տիտուլյար ընդդիմությունից վերջին 5 տարում նրա կարելի ասել անգործությունից, մի քանի տապալված փողոցային շարժումներից եւ այս ամենը ցավոք սրտի հիասթափության ու հուսալքության է հանգեցնում մեր ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի մեջ, որովհետեւ ընտրության չեն գնում հենց ընդդիմադիր տրամադրված մարդիկ, ոչ թե իշխանականները գնում են։ Դե այո, քիչ առաջ էլ արձանագրեցինք, որ չգնացողները չեն ընդունում իշխանության գործունեությունը, դրական չեն գնահատում, բայց նաև ընդդիմության մեջ չեն տեսնում որևէ ուժ, որը իրենց պատկերացումներին կհամապատասխանի տարբեր ձևերով ու պատճառներով, էական չի։ Ուրեմն իսկապես գլխավոր խնդիրը հենց այդ մարդկանց հետ աշխատելն է։ Ցավոք սրտի այստեղ մի բան եւս պետք է նշել, որ կուսակցությունները շատ լուրջ վերանայումների կարիք ունեն, անկախ է ընտրությունների արդյունքներից։ Իրենք պիտի դառնան լիարժեք կուսակցություններ, հակառակ դեպքում ակնկալել որևէ լուրջ բան Հայաստանի քաղաքական համակարգից հնարավոր չի լինի, որովհետև ենթադրենք վաղը տեղի ունեցավ ընտրությունը եւ հաջորդ օրը արդեն պայմանական հաջորդ օրը ձևավորվեց նոր իշխանություն։ Հիմա շատ կարևոր է, թե այս իշխանությունը ինչ է անելու։ Այսինքն ինքը ունակ է ճիշտ քաղաքական որոշումներ ընդունել։ Առաջին հերթին ներքին ներկուսակցական ձևաչափով, որովհետև սա իսկապես էական խնդիր է։ Մենք եթե ուզում ենք լուրջ հեռանկարով ունենալ հույսեր, ուրեմն պիտի ընտրություններից անմիջապես հետո այն քաղաքական ուժերը ընդդիմադիր, որոնք կանցնեն խորհրդարան, պիտի սկսեն աշխատանքներ նաև իրենց ներսում։ Ցավոք սրտի սրա ընկալումը ես չեմ տեսնում, անկեղծ ասեմ, որովհետև փորձեր եղել են տարբեր ուժերի հետ, խոսակցություններ եղել են այդ ուղղությամբ աշխատանքներ անելու։ Ասվել է այո, կարևոր է եւ այլն, բայց հետո չի երևացել որևէ բան, որովհետեւ ի վերջո մենք ուզում ենք թե չենք ուզում, կուսակցություններն են քաղաքական համակարգը ձևավորողները, իրենք ցից են, որ որոշումներ են ընդունում այդ ամեն ինչի հետ կապված։ Ուրեմն այստեղ պիտի առողջ լինի, որ մենք ունենանք ցանկալի արդյունք։ Սա մեր ամենալուրջ խնդիրն է, անգամ կարելի ասել ինչ որ առումով հիվանդությունն է։ Իհարկե, այլ հետխորհրդային երկրներում ավելի բարվոք չէ վիճակը։ Անգամ նրանց, որոնք հավակնում են Եվրամիության անդամ դառնալ եւ այլն, նույն Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, բայց դա մեզ չի կարող մխիթարել։ Մենք պիտի մեր երկրի համար ճիշտ համակարգ ձևավորենք, որը մեզ հնարավորություն տա մեր արժեվ ծառացած բարդ խնդիրները լուծել։ Սա է, այսինքն մխիթարվել նրանով, որ ինչ որ միտեղ կամ մի տասնյակ երկրներ են նույն վիճակում են, դա ոչինչ չի տալու, կամ փորձել դրանով արդարացնել կամ բացատրել։ Այնպես որ ընդդիմությունը խնդիր ունի ոչ միայն իշխանության գալու, այլ նաև ընտրություններում, եթե լավ աշխատեն այս մեկ ամսվա ընթացքում, ընտրություններում այդ կոալիցիոն կառավարություն ձևավորելուց հետո նաև ներկուսակցական շատ լուրջ աշխատանք պիտի անեն։ Արևելյան գործընկերության անդամ մի քանի երկրի անուն տվիք, մեզ հետ համեմատերի Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Ուկրաինա սպეციფიկ դեպք է պատերազմի քաոսի մեջ ներկայացված, բայց մինչև էլ ճիշտն ասած մի բան առանձնապես աչքի չեն ընկնում, իհարկե, դե համեմատաբար հավասար ստարտային պայմաններով են բոլորս անկախացել եւ ի պատիվ 90-ականների իշխանության պետք է ընդունել, որ մենք նվազագույն կորուստներով, օրինակ ներքաղաքական դաշտում առանձնացանք։ Ես հիշում եմ Տեր-Պետրոսյանի մի հարցազրույց 95 թվականին, երբ ասում էր, որ նույնիսկ մերձբալթյան պետություններում հնարավոր չի եղել օրենքով սահմանված ժամկետներում կազմակերպել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, իսկ մեզ մոտ հնարավոր է եղել։ Այսինքն այդ բոլոր երկրները ներքաղաքական քաոսի մեջ էին։ Բայց դա մի կողմ թողնենք, դա անցած գնացած պատմություն է։ Մոլդովա եւ Վրաստան, այս երկուսում էլ աշխարհակաղակական թեժ մրցակցություններ եւ շարունակում է ընթանալ։ Վրաստանում մենք դա տեսանք 2024-ի աշնանը,
տեսանք Եվրամիության ուղղակի մասնակցությամբ, երբ Եվրամիության 10-ից ավել երկրների արտգործնախարարներ գնում էին Վրաստան եւ ընդդիմության օգտին քարոզում էին, նույնիսկ առաջնորդում էին շքերթ։ Բայց համարվում էր, որ դա միջամտություն չէ ներքին գործերին, չգիտես թե ինչու։ Եվ երբ օրինակ Վրաստանում անհամեմատ ավելի թույլ ճնշում էր լինում ընդդիմության նկատմամբ, Եվրամիությունը առավոտից երեկո այդ մասին խոսում էր։ Այս վարչախումբը, որը վայելում է Եվրամիության հովանավորությունը, հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ է ունեցել այս տարիների, այս 8 տարվա ընթացքում, աննախադեպ հալածանքների, եկեղեցու, հոգևորականության, իր քաղաքական ընդդիմախոսների, պատգամավորների, սրբազանների, զինվորականների հանդեպ եւ քար լռություն, զրո արձագանք, նույնիսկ մի քանի 100 արցախցիների կոչին չանսացին եւ չիչան համալիրի ներքև, որ լսեին այդ մարդկանց ընդամենը, լսեին, տեսնեին, լավ թող նախագահները չիջնեին, թող խորհրդարանականները կամ իրենց աշխատակազմերի ներկայացուցիչները իջնեին։ Արմեն Աշոտյանը պաստառ էր պարզել Բաղրամյան մետրոյի մոտ, նրան հեռացրին ոստիկանները այնպես, որ նախագահականից դուրս եկող մեքենաները հանկարծ այդ պաշտոնյաները եւ ռաչինովնիկները պատուհաններից չտեսնեն, որ այնտեղ պաստառ պահած մարդ կա։ Սա այս կոյուղային ժողովրդավարության դեմքն ու դիմագիծն է։ Նույն բանը Մոլդովայում, երբ տեսանք, թե ինչպես Սփյուռքի շնորհիվ հաջողվեց Մայա Սանդուին պահել որպես նախագահ։ Մեզ մոտ ճիշտ հակառակն է։ Մեզ մոտ այս վարչախումբը վայելում է Եվրամիության արևմուտքի հովանավորությունը եւ աչք են փակում ժողովրդավարության զազրելի բռնաճնշումների վրա։ Հիմա ես այս ամբողջը ինչու հիշեցրի, պարոն Թորոսյան, որովհետեւ ներկուսակցական, ներքաղաքական համակարգը, ներկուսակցական համակարգը խաթար վիճակում է շատ, բայց միգուցե նաեւ պատճառը այն է, որ արտաքին կողմնորոշումները, արտաքին ազդեցությունը չափից դուրս շատ է։ Եվ այս վարչախումբը մեզ էլ ցավոք սրտի բոլորիս ներքաշել է մի կեղծ դիլեմայի մեջ, Արևմուտք թե Ռուսաստան։ Երբ իրականում իրենք վիլայեթացման են տանում, անունը դնում են Արևմուտքի հետ ներդաշնակեցում, բայց վախեցնում են, ասենք, միութենական պետությամբ։ Մի բան, որի առաջարկը մեզ չի արվել, եւ վստահ եմ չի էլ արվելու։ Մի բան, որի պատրաստակամության մասին որևէ ուժ չի խոսել։ Ասենք Սամվել Կարապետյանի ասուլիսներ ուղիղ եթերում, որտեղ նա այդ մասին որևէ բան չասաց։ Հետևաբար սա կեղծ երկընտրանք է, սա կեղծ դիլեմա է, բայց ցավոք ես տպավորություն ունեմ, որ մեր անդիմադիր ուժերից շատերը եւս, չգիտեմ, գիտակցաբար թե անգիտակցաբար ներքաշվում են այս process-ի մեջ, պետք է քողազերծել այս process-ը եւ ցույց տալ, որ չկա նման երկընտրանք, վիլայեթ թե գուբերնիա, նման երկընտրանք մեր առջեւ դրված վիլայեթի հերանեկարը շատ հստակ է այս վարչախմբի մնալու դեպքում, բայց ճիշտ ասած գուբերնիա դառնալու հերանեկար ես Ռուսաստանի կողմից այդ առաջարկն էլ չեմ տեսնում։ Չեմ գնահատում լավ է դա թե վատ, ընդհանրապես չեմ տեսնում այդ առաջարկը։ Նախ արտաքին այդ միջամտությունների մասին, արտաքին միջամտությունը քիչ թե շատ էական ազդեցություն է ունենում այն դեպքում, երբ ներսում խարխլվածություն կա, ներսում միասնություն չկա, ներսում ամրություն չկա, թե չէ արտաքին ազդեցությունները վստահ եմ, որ մեծ չեն կարող մեծ չափով կողմնորոշել, թե գործընթացները Հայաստանում ինչպես գնան։ Անկամ Ռուսաստանը, որ Հայաստանում շատ երկար տարիների, տասնամյակների կամ գրեթե 100 տարվա, իսկ եթե ավելի խորքերը գնանք, այո, արդեն 200 տարին, 2 տարի հետո լրանալու է, ներկայություն ունի, բայց այնուամենայնիվ Ռուսաստանի ազդեցությունն էլ այդպիսի մեծ չի Հայաստանում։ Հետևաբար մենք պիտի կամ այդ նույն, ասենք, եվրոպական կառույցների ազդեցությունները կամ արձագանքները, երկու բան կա այդտեղ։ Առաջինը այն է, որ Եվրոպան ինքը ճգնաժամի մեջ է եւ շատ լուրջ խնդիրների է բախվել եւ միգրացիայի հետ կապված եւ ներքին տարատեսակ լուրջ խնդիրների, որոնց արկայությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր այսօր խոսում են ժողովրդավարության մասին, եվրոպական ուղղության մասին եւ այլն, մարդիկ նկատի ունեմ Եվրոպայում, այդ մարդիկ հեռացել են այն դասական պատկերացումներից, այսինքն այլասերման գործընթաց կա այդ երկրներում նույնպես, այնպես որ շատ լուրջ ընդունել այդ ամենը չարժի, ինչու իրենք հաճախ չեն արձագանքում մեր երկրի հետ կապված խնդիրներին։ Սովորաբար այդպես չի լինում, որ իրենք
կարևորեն ենթադրենք Հայաստանի ներքաղաքական կյանքը կամ մեկ այլ երկրի եւ ինքնաբուխ արձագանքեն, պետք է աշխատանք այդ կառույցների հետ։ Միշտ է այդպես եղել եւ միայն այդ դեպքում է որ կարող ես ուղղակի այստեղ մեղադրել երկակի ստանդարտներ, չգիտեմ, ESN-ն դա անօգուտ է։ Միշտ աշխատանքն է կարևոր։ Ճիշտ է, այդ ոլորտում աշխատանքը կուլիսների հետևում է արվում, բայց այնուամենայնիվ դա պիտի արվի, ուղղակի պահանջես, ոչ ոք չի արձագանքի, առավել եւս որ մի կարևոր բան կա, որը մեր ընթացքի հետևանքն է։ Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում Հայաստանի շահերը։ Այդ ինչու պիտի որևէ երկիր եվրոպական կամ չգիտեմ ինչական հետաքրքրված լինի այդ շահերով։ Ինչու։ Ինչից ելնելով։ Եվ ձեր ասածը շատ ավելի բարդացնում է այստեղ ազգային ուժերի աշխատանքը տարբեր միջազգային կազմակերպություններում եւ նրանց հետ։ Եվ շատերն են վկայում, որ օրինակ եվրոպական տարբեր հարթակներում եվրոպացիների հետ խոսելիս, երբ խոսում ես օրինակ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման անհրաժեշտության մասին, վկայաբերում ես միջազգային քրեական դատարանի 23 թվականի նոյեմբերի որոշումը, որը պարտադիր է կատարման համար։ Իրենք վկայակոչում են այս վարչախմբի հավաստիացումները կամ արդարացումները, որ իրենք դրա կարիքը չեն տեսնում, հարցը լուծված է։ Նույնիսկ հիշում եք վերջերս Պուտին-Փաշինյան վերջին հանդիպմանը, երբ Պուտինը խոսեց Արցախից, ասաց, որ դա ցավոտ եւ զգայուն հարց է, Փաշինյանը արագորեն փակեց թեման, ասելով, որ Ադրբեջանի հետ իրենք պայմանավորվածություն ունեն այս հակամարտությունը հանգուցալուծելու։ Եվ այո, շատ ծանր վիճակ է ստացվում երկակի իմ եւ ձեր պես անձանց համար, պարոն Թորոսյան, մենք մասնավոր անձինք ենք ի վերջո, բայց միջազգային տարբեր շփումներում օգտագործելով որոշակի դիրք, հեղինակություն, երբ խոսում ենք մեր ազգային շահերի մասին, շատերը ուղղակի երկմտանքի մեջ են ընկնում։ Բա ձեր իշխանությունները ինչի չեն խոսում այս ամեն ինչի մասին։ Այսինքն մենք շատ կարևոր է որ ներսում ճիշտ աշխատենք, ներսում ճիշտ պատկերացումներ ձևավորենք, որ ներսում ճիշտ ընտրություն ունենանք, ճիշտ ընտրության արդյունքում երկրի եւ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն ունենանք եւ այդ ժամանակ կտեսնեք, որ համապատասխան աշխատանքի դեպքում այդ նույն եվրոպական մասնավորապես քաղաքական ուժերը կամ կազմակերպությունները չեն կարող անտարբեր լինել։ Հիմա ինքը ինչ է ընտրելու, որտեվ իսկապես պետք է հասկանալ։ Լավ, իշխանությունը սա է ասում, տարբեր մարդիկ էլ այլ բան են ասում։ Հիմա իշխանությանը չլսել, բայց ի վերջո գործողություն անողը, որոշում ընդունողը, քայլեր անողը իշխանությունն է։ Եվ պատահական չէ, որ իրենց համար առաջնային է հենց իշխանության դիրքորոշումն է։ Հետևաբար մենք եթե ուզում ենք, այդպես չի որ կարելի անջատել, դե լավ, հա, մեր ներքին խնդիրները հələ թող մնա մի կողմ, այն միջազգայինը թող նորմալ գնա, այդպես չի լինում։ Այն ինչ մենք ներսում անում ենք, մենք ստանում ենք նաև դրսում դրան համարժեք արձագանք։ Սա է իրականությունը։ Ես ձեզ լսում եմ, պարոն Թորոսյան, ես հիշում եմ 2008 թվականը, երբ դուք ազգային ժողովի նախագահ էիք, եւ Հայաստանի վրա աննախադեպ ճնշում կար մարտի 1-ից հետո, ԵԽԽՎ համազեկուցողներ, Հայաստանը մոնիտորինգի տակ դնել, մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգ, հրաշալի հիշում եմ նրա այցերը, նրա ելույթները, հիշում եմ եվրահանձնակատարների այցերը քրեակատարողական հիմնարկներ ստուգելու քաղբանտարկյալների կամ քաղբանտարկյալ համարվողների օրինակ սննդի գրաֆիկը, պահման պայմանները, զբոսանքի հաճախականությունը եւ այլն։ Ես կուզեի տեսնել այդ ամենը այսօր։ Ես հասկանում եմ, որ դա չեմ տեսնի, բայց հենց այստեղ է այդ երեսպաշտությունը երևում։ Ես չգիտեմ այն ժամանակ օրվա անդիմությունը իրենց հետ որքան արդյունավետ է աշխատել, բայց շատ հստակ էր, որ այն ժամանակ Եվրոպան ուներ քաղաքական խնդիր Հայաստանի հետ կապված եւ դա իրագործում էր լիուլի, իսկ հիմա քանի որ որոշ ծառայություններ է մատուցում, օրինակ Ռուսաստանի կամ Իրանի դեմ ֆրոնտի մեջ է մտել, շատ ավելի ցցուն իրավախախտումների, հանցագործությունների, ժողովրդավարության ոտնահարման վրա Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը աչք են փակում։ Իրավունքը կարևոր է, օրենքը կարևոր է։ Օրենքի դրույթները կարևոր են, բայց դրանք պիտի պաշտպանված լինեն։ Այսինքն մենք պիտի պաշտպանենք այդ
մեր իրավունքները։ Մենք չենք կարող ակնկալել, որ մեկը ինչ որ մեկը Եվրոպայից պիտի, կարող են լինել, ամեն օրինակ խորհրդարանում մի քանի մարդ կարող է լինել, որ արձագանքի, անգամ բանաձև ներկայացնի եւ այլն։ Այն ժամանակ էլ, ես դրան հիմա մի ուրիշ բան հակադարձեմ։ Բա ինչպես էր լինում, որ այդ նույն ժամանակներում, ասենք 2005 թվականին, այդ նույն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանաձև էր ընդունվում եւ կարճ ժամանակ անց նաեւ գործադիրը արձագանքեց սեպտեմբերին, բանաձևը ընդունվեց հունվարին, արձագանքեց գործադիրը Եվրոպայի խորհրդի, այսինքն նախարարների կոմիտեն եւ արձանագրվեց, որ Արցախի կարգավիճակը պիտի որոշի Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքը իրացնելու հիման վրա։ Բա ոնց եղավ հետագա դրանից հետո գնացած ընթացքը արդեն դա 2005-ին էր, 2007 թվականին համանախագահները բերեցին մի նախագիծ կարգավորման փաստաթղթի մադրիդյան սկզբունքներ կոչվող, որտեղ սևով սպիտակի վրա այդ նույն բանը արձանագրված էր, որ Արցախի ժողովուրդը պետք է իր ինքնորոշման իրավունքը իրացնի եւ ի վերջո եկավ հասավ մինչեւ 2016, որ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Եվրոպայի խորհրդի ոնց եղավ, այդ նույն մարդիկ էին, չէ՞, այդ եվրոպացիները։ Մենք էինք տարբեր, որ նույնիսկ դուք էլ պատվիրակության ղեկավար եք եղել։ Այո, ճիշտ է։ Ես հիշում եմ, որ նույնիսկ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով էին ուզում ձևավորել եւ հայկական դիվանագիտությունը վիժեցրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ ջանքերը։ Բայց ոնց եղավ, ես հիմա շարունակում եմ ձեր ասած, այդ ոնց եղավ։ Եվ հայկական կողմի միակ եւ ճշմարիտ փաստարկային էր, որ Մինսկի խումբը միակ լեգիտիմ ձևաչափն է այս հարցը քննարկելու։ Ուրեմն ասեմ, որ այն ժամանակ այդպիսի խնդիր էլ չկար, որ իրենք ուզում էին կամ կարող էին ինչ որ ձևով միջամտել։ Դա առանցին խմբերի նախաձեռնություն էր, չի եղել այնտեղ ինչ որ բան կոշտ դիմակայություն, եղել է հանգիստ աշխատանք։ Եվ արդյունքում ոչինչ էլ չի ստացվել այդ խմբի, դա ստեղծվել էր Կոսովոյի հետ կապված խմբի նմանությամբ, Չավուշօղլուի խավորությամբ, Չէ, Չավուշօղլուն նման բան, Չավուշօղլուն ընդհանրապես չի կարողացել որևէ բան անել։ Չավուշօղլուն երբ որ եկավ ԵԽԽՎ նախագահ, ուզում էր վերակենդանացնել, հիշում եք այդ իմ։ Իհարկե, բայց դա արդեն ես այնտեղ չէի։ 14 թվականից հետո։ Հա, ճիշտ է, ես կարող եմ ասել մի բան, որ Չավուշօղլուի ինքը հանձնաժողովի նախագահ էր փախստականների։ Եվ այդ ժամանակ այնտեղ ընդունվեց մի բանաձև եւ զեկույց փախստականների հետ կապված, որտեղ օրինակ արձանագրվում էր, որ 8604 փախստական կա ընդամենը ադրբեջանցի, 8604։ Հիմա 300,000-ի են հասել։ Բայց այդպես լինելու է, որովհետեւ պիտի աշխատես։ Այդ զեկույցը պատրաստել էր մի падգամավոր Բորիս Ցիլևիչ անուն ազգանունով Լատվիայից։ Այդ ոնց եղավ, որ Բորիս Ցիլևիչը ընտրվեց զեկույցող, ոնց եղավ, որ նորմալ զեկույց պատրաստեց, չնայած ադրբեջանցիները ամեն ինչ անում էին ուրիշ բան ունենալու համար եւ ոռնում էին դահլիճում, երբ որ այդ մարդը ներկայացնում էր զեկույցը։ Ոնց եղավ, որ նույն այդ Չավուշօղլուն չկարողացավ որևէ բանով բանաձև, որի նախնական ընդունումը տեղի է ունեցել իր գլխավորած հանձնաժողովում, այնտեղ որևէ բան աներ, որևէ տառ փոխեր այդ փաստաթղթի մեջ։ Բա թող աներ, դե թող լիներ, այնպես որ ամեն ինչի հիմքը աշխատանքն է, բայց աշխատանք անելու համար էլ գիտելիք է պետք ունենալ։ Հենց այնպես աշխատել, վազել հետ առաջ հետ։ Հիմա էլ են վազում հետ ու առաջ անեն։ Երբեմն գիտելիք էլ ունեն ու այդ գիտելիքը իջարս են օգտագործում մեր պետությանը։ Ես ճիշտն ասած չեմ տեսել իրենց մեջ գիտելիք ունեցող մարդկանց, որովհետև զորապնացակայինը գիտելիք ունեցող մարդ էր, բայց գնաց չարուժերին ծառայեց, պարոն Թորոսյան։ Պետք չէր դա անել։ Եվ ոչ միայն նա, այլի շատերը։ Մարդիկ, որոնք դիվանագիտական համակարգում են այսօր, տասնամյակների փորձառությամբ, ու սրանց հետ են աշխատում, ապշելու բան է դա։
Դիվանագետներ, որոնք տասնամյակներ շարունակ Հա։ բոլոր հանդիպումներում խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին, այսօր այն Հայաստանի Ստալինի գծած սահմաններով բրոշը կպցնում են իրենց կրծքին եւ գնում են տարբեր օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպում։ Նույն մարդիկ, Ուրեմն այդ մարդիկ ոչ գիտելիք ունեն, ոչ էլ բարոյականություն։ պատեհապաշտներ են ուղղակի։ Հասարակության աչքի առաջ, եթե դու այսօր մի բան ես ասում, վաղը հակառակը, դա անբարոյականություն է։ Անկախ պաշտոնից, դիրքից եւ այլն, սա ոչ մի, այնպես որ այդպիսի մարդիկ չեն կարող գիտելիք ունենալ։ Կարող են ինչ որ բաներից տեղյակ լինել, ավելի շատ, քան փողոցից եկած մարդը, որովհետեւ ինչ որ մի բանի մեջ եղել է, մի բան այնտեղից երևի սովորել է, բայց իրականում խնդիր կա, այն ժամանակ էլ կար այդ խնդիրը։ Այդպես չի որ բոլորը գիտելիքներ ունեին, այդպիսի բան չի եղել ցավոք սրտի։ Այն ժամանակ էլ կային խնդիրներ եւ դժբախտաբար դրանց խորանալու արդյունքում մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք։ Որովհետեւ օրինակ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններով սկսեց ակնհայտ անկումը Հայաստանում բազմակուսակցական համակարգի, որը ի վերջո փլուզվեց։ Մի օր, երբ առիթ լինի ավելի մանրամասն խոսելու հենց կուսակցական համակարգի մասին, այն ժամանակ կարող ենք օրինակներով եւ այլն խոսել, բայց իսկապես խնդիրներ եղել են, չնայած այսօրվա խնդիրների հետ դրանք համեմատել չի կարելի, որովհետեւ այսօր ոչ թե խնդիրներ են, ոչ միայն խնդիրներ են, այլև աղետ է։ Աղետ բոլոր ուղղություններով։ Այս թեման շատ հետաքրքիր է եւ ես կարծում եմ մենք հնարավորություն կունենանք ավելի խաղաղ ժամանակներում խոսելու այո մեր ընտրական համակարգից, մեր քաղաքական, կուսակցական համակարգից, օրինակ ընտրական օրենսգիրքը վերջին շրջանում գործի բերումով մի քանի անգամ կարդացել եմ ու ամեն անգամ համոզվում եմ այն մտքում, պարոն Թորոսյան, որ դա դրակոնյան օրենք է։ Հայաստանի պես պետությունում առավելագույնը 2% պիտի լինի կուսակցության համար անցողիկ շեմը, ոչ թե 4-ը, հաշվի առնելով մեր բնակչության էլեկտորալ ակտիվությունը, այսինքն չի կարող, չէ, նորահայտ կուսակցությունը, որը հավակնում է իշխանափոխության, միանգամից 50,000 ձայն հավաքել Հայաստանում, չի կարող։ Շատ ավելի մեծաթիվ բնակչություն ունեցող երկրներում էլեկտորալ շեմը 1% է եվրոպական երկրներում։ Բայց դա առանձին քննարկման թեմա է, եկեք դա թողնենք մեր հետագա զրույցներին։ Մեկ կարևոր մի բան արձանագրենք, որ իրականում օրենքները մեղավոր չեն։ Ամենալավ օրենքը կարող է լինել եւ շատ վատ գործել, շատ վատ կիրառվել եւ ամենավատ օրենքի պարագայում, օրինակ ժամանակին, երբ ինքս զբաղվում էի օրենքներով, կարող եմ ասել, որ Հայաստանի օրենսդրությունը իր որակով շատ ավելի բարձր էր, քան մի շարք Եվրամիության երկրների օրենսդրություն, բայց ուրիշ բան կար, այնտեղ կային ավանդույթներ, քաղաքական ավանդույթներ, հանրային կյանքի ավանդույթներ, որոնք նույնպես ազդում են կյանքի վրա եւ հաճախ ունենում են ոչ քիչ ազդեցություն, քան օրենքները։ Այսինքն միայն օրենքների մեջ փնտրել այդ խնդիրը, սա կլինի մասնավոր խնդիր։ Մեծ Բրիտանիայում գրված սահմանադրություններ չկա, ինչի մասին է խոսքը, կամ Իսրայելում, կամ Ավստրալիայում։ Ես ուզում եմ ամփոփել շատ կարևոր 1-2 դրվագով, որոնք հիշեցրիք դուք ԵԽԽՎ-ում ձեր փորձառության հետ կապված։ Ես գիտեք որպես անկին գանձի եմ վերաբերվում այն բոլոր զրույցներին, որոնք ես վարում եմ Հայաստանում երբևէ բարձր պետական պաշտոն զբաղեցրած անձանց հետ։ Դուք այդ թվում եք իհարկե։ Ազգային ժողովի նախկին նախագահներ, նախկին վարչապետներ, դուք Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանը, այլք, որոնք բոլորը շատ կարևոր ներդրում են ունեցել մեր պետության զարգացման, կայացման, ժողովրդավարացման գործում, եւ ես շնորհակալության զգացումով եմ լեցուն այդ բոլոր անձանց հանդեպ։ Ու շատ կարևոր է փաստագրումը հետահայաց եւ ցույց տալը, որ մենք կայացած պետություն ենք եղել, որ սրանք ոչինչ չեն սկսել զերոյից եւ իրենք չեն էլ ավարտելու։ Մենք իրենց ճամփելու ենք, մենք շարունակելու ենք մեր պետության զարգացումը, կորսվածն էլ Աստծո կամոք հետ ենք բերելու։ Եվ հիշում եմ նաև մեր նախորդ զրույցներից մեկում ձեր ասած մի միտք, որ ինձ բարբերաբար ուղեկցում է, այն որ սրանց մարմաճը այն է, որ իրենք ուզում են Ալիևին ներկայացնել որպես աշխարհի տիրակալ։ Իսկ մենք պիտի փորձենք մեր հասարակությանը ձերբազատել այդ կապանքից։ Ոչ Ալիևը, ոչ Էրդողանը,
Իդեպ ոչ Պուտինը, ոչ Թրամփը, ոչ մեկն էլ աշխարհի տիրակալ չեն։ Մենք մեր մասով այդ աշխարհի մասնակիցն ենք, միջազգային իրավունքի սուբյեկտ ենք։ Սրանք մեզ սուբյեկտից իջեցրել են օբյեկտի մակարդակի։ Ես ուզում եմ, որ Հայաստանի 90-ականների սկզբից սկսած փորձառության, պատմության, մեր անկախության շրջանների պարբերացման փորձերը ինստիտուցիոնալ բնույթ կրեն։ Պարոն Թորոսյան, չգիտեմ, կլինեն դրանք հուշերի գրքի տեսքով, հանրային դասախոսությունների, մեր հանրության տարբեր շերտերի հետ բացատրական աշխատանքների, որովհետև ես ցավով նկատում եմ, որ մարդկանց մի շերտ, որոնք ապրել են նախորդ բոլոր շրջաններում, խորհրդային տարիներին էլ են ապրել, ինչ որ անհասկանալի հանգամանքների բերումով սկսում են մոռանալ այն ամենը, ինչի մեջ ապրել են։ Ասենք 3 միլիոն մարդ Հայաստանում ապրել է Արցախով, 100,000-ավոր մարդիկ գնացել եկել են Արցախ, տասնյակ հազարավոր տղաներ ծառայել են պաշտպանության բանակում։ Այդ ամբողջը չի կարող մեկ օրում կամ մեկ տարում պատրվել դեն նետվել։ Ու ես շատ կարևոր եմ համարում, որ մենք մեր հանրության հիշողությունը անընդհատ թարմ պահենք։ Դա վերք է, բայց այդ վերքը չպիտի սպիանա, այդ վերքը պիտի անընդհատ բաց մնա, որ մենք կարողանանք մի օր նորից իրավունքով մեզ պատկանողը վերականգնել։ Չեմ կարծում, որ վերք է, ճիշտն ասած։ Դե ես Արցախն էի ասում հենց։ Չէ, Արցախն էլ վերք չի։ Հիմա մի բան ասեմ, որ կարող է մի քիչ զարմանալի թվալ։ Այսօր էլ կարելի է Արցախը հետ բերել։ Պատահական չի Ալիևի այդ տարբեր վիճակների մեջ ընկնելը, այդ գորգորոցները, սպառնալիքները, ամեն գնով փակելու մոլուցքը հարցը։ Հա, դե որովհետև ինքը գիտի, կոնե այդ մի բան իրեն ասել են, կարծում եմ, որ այն ինչ որ մինչև հիմա եղել է, դրանով հնարավոր չի փակել, ճիշտ հակառակը, ճիշտ աշխատանքի դեպքում, ճիշտ է շատ ավելի ծանր աշխատանքի, քան ենթադրենք 7-8 տարի առաջ էր, ճիշտ աշխատանքի դեպքում այսօր կարելի է այդ ամեն ինչը հետ բերել։ Բայց մի շատ կարևոր բան կա, որ մենք պիտի անենք։ Ես համաձայն եմ, որ մեր անցյալը այս 30 արդեն գրեթե 40 տարին, որ մենք ապրել ենք, որովհետև ես կարծում եմ միանգամայն արդարացի է այդ հաշվարկը սկսել ոչ թե 91-ից, 88-ից։ Այլ 88-ից դա շատ կարևոր կետ էր Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում։ Հիմա շատ կարևոր է անաչառ գնահատական։ Ինչ է եղել, որոնք են եղել խնդիրները, դժվարությունները, թերությունները, սխալները, որոնք են եղել ձեռքբերումները, որովհետև հույսը դնել, որ մարդիկ կհիշեն, չէ, այդպես չի, մարդկային հիշողությունը նաև որոշ միգուցե նաև օբյեկտիվորեն եւ ոչ միայն օբյեկտիվորեն, այլ բան հնարավոր չէր։ Շատ բաներ մոռանում է, որովհետև կյանքում այնքան բարդ իրավիճակներ են լինում, որ առանց այդ մոռացության այն սովորական երևույթների մարդու համար դժվար է առաջ գնալ։ Մարդը պիտի կարողանա կորուստների հետ ինչ որ ձևով համակերպվել առաջ գնալու եւ դրանք վերականգնելու համար եւ այլն, բայց ուրիշ բան կա, որը պիտի լինի։ Դա այն է, որ ամեն հասարակություն պարտավոր է ստեղծել իր պատմությունը։ Այսօր ցավալին ոչ թե այն է, որ ինչ որ մարդիկ մոռանում են, դա օբյեկտիվ է, այլ ցավալին այն է, որ գրեթե բան չկա ասպարեզում, որ մարդիկ կարող ասում ենք, օրինակ երիտասարդները, որոնք ենթադրենք այսօր 20-25 տարեկան են, շատ բան չգիտեն այն ժամանակների մասին, ու այդպես է, ես առիթ ունեցել եմ 12-13 տարի աշխատելու երիտասարդների հետ եւ այո, իհարկե չգիտեն, բայց որտեղ են այդ աշխատանքները, որոնք պիտի դրվեն սեղանին։ Ինչ է նրանց մատուցվում, ովքեր են այն պատմաբանները, որոնք այսօր գրում են հայոց պատմության դասագրքերը։ Ոչ միայն պատմաբանները։ Ի վերջո, ճիշտ է, խորհրդային տարիներին դրա մասին հնարավոր չէր երազել, որովհետև խորհրդային միության ժամանակներում միայն 1989 թվականին հայտարարվեց, որ այո, օրինակ քաղաքագիտություն, գիտություն էլ կա, էլի, այդպես չի որ։ Մինչև այդ ասում էին ոչ, այդպիսի բան չկա։ Բայց գիտական կոմունիզմի բոլոր դասախոսները մեկ գիշերում դարձան քաղաքագիտության դոկտոր պրոֆեսորներ։ Դե հիմա եկեք փոխենք այդ ամենը։ Դժբախտաբար ոչ միայն իշխանությունը դա չի անում, նաև ջանքերը շատ քիչ են։
այդ ուղղությամբ, որովհետև ի վերջո մարդիկ կարող են միավորվել, մարդիկ կարող են միջավայրեր ստեղծել դրա համար, մարդիկ կարող են այդ ամեն ինչը մարդկանց տալ, բայց շատ կարևոր է գրավոր գիրքը ամենամեծ հայտնագործությունն է մարդկության։ Գիրք ոչ թե ուղղակի ով ինչ անհեթեթ բան ուզի վերցնի գրի, այլ իսկապես բանիմաց մարդիկ, գիտելիք ունեցող մարդիկ։ Պիտի դա արվի մեր դժբախտաբար երևի թե ամենաողբալի վիճակում մեր կրթությունն ու գիտությունն է։ Շատ հաճախ մարդկանց մեր համալսարաններում հետաքրքրում են ընդամենը ժամերը, ով քանի ժամ ունի, ում ժամերը մի քիչ հնարավոր է ավելացնել, պակասեցնել եւ այլն։ Մեկ էլ այլախոհ դասախոսներին հեռացնել ձեր եւ ինպես։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ այս հարցադրումը կլինի, ճիշտն ասած ինձ չեն հեռացրել։ Ես ինքս հրաժարվել եմ շարունակել այնտեղ աշխատել։ Ինչու՞։ Որովհետեւ ուսանողների ու դասախոսների նկատմամբ նաև այն դասախոսների, որոնց այդ 10, 12, 13 տարիների ընթացքում հաջողվել էր պատրաստել որպես լավ մասնագետներ, իրենց հետ աշխատելով եւ բակալավրիատում, եւ մագիստրատուրայում, եւ բանում, ասպիրանտուրայում պաշտպանել էին արդեն, եւ մեկ էլ հայտնվում է մեկը, որ ասում է, այլ ճիշտ կլինի այս խումբ մարդիկ այդ ամբիոնում աշխատեն կամ դասավանդեն։ Երբ որ բացատրվում է, հետո հայտարարվում է, որ դե որ այդպես է, չեմ ստորագրի հաջորդ տարվա պայմանագիրը, որովհետև այնտեղ մեծ մասը դասախոսների աշխատանքի է ընդունվում սեպտեմբերին, ազատում են 1 տարվա պայմանագիր են կնքում, ազատում են հունիսին, հետո հաջորդ սեպտեմբերին էլի ընդունում են, որը նույնպես անբարոյական պրակտիկա է։ Լրացուցիչ հարկեր չվճարելու համար է ընդհանրապես։ Չէ, բայց ներողություն, բայց այդ մարդը պիտի, եթե դու գնահատում ես իրեն որպես մասնագետ, այդ մարդը այդ 2 ամիս հուլիս օգոստոս ինչով զբաղվի։ Եվ ինչով ապրի։ Վերջո այդ մարդու գործը, որ ասենք երկար ժամանակ ինքը ծախսել է ու ծախսում է դրա վրա, Էդը չէ այդ մարդու մասնագիտությունը։ Ինչև է, երբ որ ուսանողների նկատմամբ օրինակ անգամ 2021 թվականին մի պաշտպանած մի մագիստրոսական թեզի հետ կապված ասվում էր, որ սա բան է, հակապետական է, ասում եմ, բայց ինչով է հակապետական։ Ասում է, այստեղ գրած է, որ Փաշինյանի այդ Մյունխենյան սկզբունքներ կոչված այդ չարաբաստիկ գաղափարը անհիմն է։ Ասում եմ, կարող եք հիմնավորել, որ իսկապես այդ դա հիմնավոր է։ Եվ ով արձագանքեց, ինչ ճակատագիր ունեցավ, կարող եք գտել էին ինչ որ 2024 թվականին, գտել էին այդ մագիստրոսական թեզը, ասում էին, այստեղ ասում եմ, պետությունը եւ իշխանությունը տարբեր բաներ են։ Պետությունը մնայուն է, իշխանությունը փոփոխական է։ Ու դա ոտնձգություն է ակադեմիական ազատությանը նաև։ Այսինքն գիտական փորձաքննություն էլ հնարավոր չի անել որևէ քաղաքագիտական թեզ։ Իհարկե, եւ առաջարկում ես, ասում ես, դե լավ, դե հիմնավորիր, որ այդ, ասենք, սկզբունքները կարևոր էին, էական էին, չգիտեմ, ընդունված էին, ասում է, ես մասնագետ չեմ, ասում, բա, եթե մասնագետ չես, ո՞նց ես գնահատական տալիս։ Այնտեղ եղել է հանձնաժողով պաշտպանության ժամանակ, որը կարդացել է, որը գնահատական է նշանակել, այսինքն դու ով ես, այդ որտեղ է գրած քո այդ պարտականությունների մեջ, որ դու մասնագետ չլինելով կվերցնես մի բան եւ կսկսես գնահատականներ տալ։ Այս երջանիկ կյանքը մեր ընկեր Ստալինն է բարգեւել, մնում էր մի հատ էլ դա ավել է։ Եւ այդպես ինձ համար այլևս ընդունելի չէր այդ ամենը եւ դրա համար ես որոշեցի, որ ավելի լավ է ես այդտեղ չաշխատեմ, այնպես որ ճիշտ անգամ հետո զանգել էին, բացեր դասերը, բան մնացել են, ասել եմ չէ։ Վերցրեք փողոցից մարդ կգտնեք, կբերեք, ինչ է եղել որ։ Կարևորը այս հրապարակային հարթակները դուք շատ արդյունավետ օգտագործում եք, շնորհակալ եմ այս արժեքավոր զրույցի համար, պարոն Թորոսյան, շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Զրուցում է Ազգային ժողովի նախագահ, նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանի հետ, սա օրախնդրի հերթական թողարկումն էր 168 TV-ի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթավերջին։ Ցտեսություն։